Սա պատմական Հայաստանն է, թե հայկական բարձրավանդակը, Լեռնաշխարհը։ Միևնույն թե տարբեր բաներ են դրանք։ Սա Հայաստան, թե Թուրքիա է, մերն է, թե… Հայկ Ասատերյանը, ով լավագույններից մեկն է տվել մեր Լեռնաշխարհի բնական սահմանների նկարագրությունը, ասում էր, որ բարձրավանդակը զուտ բնաաշխարհագրական ըմբռնում է, բնականաբար որոշ ու անփոփոխ, իսկ պատմական Հայաստանը պատմազգագրական, այսինքն ենթակա սեղմումի և ընդլայնումի, ինչպես ինքը կյանքի հարափոխող խոլորհույթ է։ Հազարամյակների ընթացքում նման սեղմումներ ու ընդարձակումներ իրոք շատ են եղել ու դեռ հավանաբար կլինեն, սակայն մինչ այդ հայը ուր էլ լինի, լիարժեք ապրելու, արարելու, ստեղծագործելու համար պիտի ձգտի հայկական լեռնաշխարհ, որ իր սեպորեն իջնող կողերով, իր արտակարգորեն ցնցված և քաոսային երկրաբանական խավերով, խստորեն կտրտված և բարձրակարգառ լեռնագոտիներով, մերթ հանգուցավոր, մերթ միազանք հրաբխային վիթխարի կոներով, բացառապես հրաբխային ծագման լճային ցանցով, իր գետերի անմիապաղաղ, առավելապես կատաղընթաց հոսանքով, աստիճանաբար դեպի արևելք կամ արևմուտք խոնարհվող ներքին հովիտներով, դեպի հյուսիս կամ հարավ երկարող կիրճերով և եզերական դաշտերով, իր կլիմայական հակադրություններով և խայտաբղետ բուսականության փարթամությամբ մի ներդաշնակություն է կազմում ու դառնում Հայաստան, որ հայ ցեղի և ազգության կազմավորման բնական միջավայրն է, այսինքն հայոց հավիտենական հայրենիքը։ Այս քաղաքը նույնպես առաջին հայացքից մյուսներից չի տարբերվում։ Գերակշռող են վերջին 30-40 տարիներին կառուցված տիպային շենքերը, բազմաթիվ տարատեսակ ու բազմազան խանութները, կրպակները, փողոցներում ճեմող մեծ ու փոքր, ահել ու ջահել թուրքերը, ծերերը ընդգծված մահմեդական հավատացյալի հագուկապով, երիտասարդները ամենասովորական եվրոպացուն, ասիացուն, ամերիկացուն բնորոշ ջինսե տաբատներով, մարզակոշիկներով, գունեղ ու նկարազարդ բլուզներով։ Չլինեն, ասենք, թուրքերեն պաստառներն ու վահանակները կամ թեկուզ փողոցում թելուասեղ, տերողորմյա, ավելի ճիշտ թզբե առաջարկող մանրավաճառները, պատահականորեն այստեղ հայտնվելով չես էլ հասկանա Թուրքիայում ես, Բալկաններում, թե, ասենք, արևմտյան որևէ երկրի մահմեդական թաղամասում։ Մի խոսքով Խարբերդը կամ ինչպես հիմա է կոչվում Հարփութը ամենասովորական, գլոբալիզացիայի ուղին բռնած արևելյան գավառական քաղաք է։ Տեղավորված է հիմնականում հարթավայրում, սակայն կա նաև վերին կամ հին Խարբերդը, որը տեսնելու համար էլ եկել հասել ենք այստեղ։ Խարբերդ անունը ինքնին հուշում է Բերդի առկայության մասին։ Խարբերդ, Քարեբերդ։ Քարեբերդը մեր նախնիները կառուցել են մեր թվարկությունից առաջ 6-7-րդ դարերում, ուրարտական, ճիշտ կլինի ասել Արարատյան թագավորության ժամանակներում։ Հետո դարձյալ մեր նախնիները մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում Արտաշեսյանների օրոք հիմնովին վերակառուցել են Բերդը։ Այն զբաղեցրել է մոտ 5 հեկտար տարածություն։ Գլխավոր բերդապարիսպը եղել է 1,5 մետր լայնությամբ և 2 մետր երկարությամբ հսկա քարերից կառուցված։ Հետո եղել են այլ տերեր, տարբեր ժամանակներ, տարբեր իշխողներ, տարբեր հրոսակներ, բայց Բերդը մոտ 2000 տարի մնացել է և ըստ նշանակության ծառայել։ 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին թուրքերը հիմնովին քանդել են Բերդը ու կառուցել Մեզիրնե քաղաքը։
Հիմա էլի ժամանակներ են անցել։ Թուրքերը այժմ վերակառուցում ու վերանորոգում են Բերդը, նաև ըստ երևույթին գրում Խարբերդի իրենց պատմությունը։ Խարբերդը նույնպես իր հազարամյակների պատմության ընթացքում բազմաթիվ լավ ու վատ օրեր է տեսել, երբեմն ապրել խաղաղ, անկախ, ստեղծագործ կյանքով, հաճախ ենթարկվել ասպատակությունների։ 1515 թվականին Խարբերդը զավթել է օսմանյան սուլթան Սելիմ I-ը։ Խարբերդի հայերը բազմիցս են թալանվել ու կոտորվել, բայց միշտ էլ ուժ գտել աշխատելու, զարգանալու, շատանալու։ Խարբերդցիները հմուտ դերձակներ, կոշկակարներ, դարբիններ, թիթեղագործներ, հյուսներ, կտավագործներ, գորգագործներ, կաշեգործներ, ոսկերիչներ, զինագործներ էին, նաև հայտնի վաճառականներ։ Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Անգլիա ու Ամերիկա էին արտահանում բամբակ, բուրդ, կաշի, ցորեն, գարի, մետակ, սկինի, օղի, չորացած մրգեր եւ այլն։ Հայտնի է, որ Բարիկյան եղբայրների 1870 թվականին հիմնած գյուղատնտեսական գործիքների գործարանում 10 տարի անց տեղադրվել են ամերիկյան շոքեմեքենաներ, դազգահներ ու ճախարակներ։ 1884 թվականին ֆրանսիական սարքավորում է տեղադրվել Խարբերդի Քյուրուկչյանի մետաքսի գործարանում, որի արտադրանքը նույնպես համաշխարհային հռչակ է վայելել։ Հատկապես զարգացած էր գորգագործությունը։ Խարբերդում 8 գորգագործական ձեռնարկություն է եղել, որոնց հիմնադիրը Պենյան ազգանունով մի հայորդի էր։ Խարբերդում արտադրված հայկական գորգերի հռչակն ու համբավը պատկերավոր դարձնելու համար նշենք, որ դեռևս 1908 թվականին Նյու Յորքում բացվել է Խարբերդի գորգերի հատուկ խանութ։ Հիմա մի փոքր էլ անդրադառնանք մշակութային կյանքին, որն այնքան զարգացած է եղել, որ հատուկ ընդգծելու համար 19-րդ դարավերջին Խարբերդը կոչել են Գավառի աթենք։ Մեծ ճանաչում է ունեցել 1859-1915 թվականներին գործած աստվածաբանական ճեմարանը, որտեղ դասավանդել են հայերեն, հայոց պատմություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն, մարդակազմություն, առողջապահություն եւ այլն։ Հայտնի ուսումնական հաստատություններ էին Եփրատ քոլեջը, Խարբերդի ազգային կենտրոնական վարժարանը, Հռիփսիմյա ծորերթաց վարժարանը, 1865 թվականին հիմնադրված կրթամշակութային Սմբատյան ընկերության արական եւ օրիորդաց վարժարանները։ Արխիվային նյութերից հայտնի է, որ 1880-ական թվականներին այստեղ բեմադրված առաջին ներկայացումը Քաջն Վարդանն էր։ 1889-ին մերոնք Խարբերդում հիմնադրել են տպարան, 1909 թվականին հրատարակել Եփրատ թերթը։ Ակտիվ հասարակական գործունեությամբ աչքի են ընկել նաև կանայք, 1908 թվականին հիմնադրելով Խարբերդի հայ կանանց Արաքս ընկերությունը։ Դա այդ տարիներին այն էլ Խարբերդի նման գավառական քաղաքի համար մեծ ու չլսված նորություն էր։ Ի վերջո Խարբերդը ոչ պոլիս էր ու ոչ էլ ասենք Թիֆլիս, Բաքու, Երևան։ 1894-96 թվականներին հայկական կոտորածներից անմասն չմնացին նաև խարբերդցիները։ Հենց այդ տարիներին նրանց մի մասը գաղթեց Միացյալ Նահանգներ ու Կանադա։ Այսպես ասենք, մաքրազարդումից հետո անգամ, օրինակ 1914 թվականին Խարբերդում ապրել էր շուրջ 10,000 հայ, որը քաղաքի բնակչության կեսից ավելին էր։ Նրանք էին քաղաքի մշակութային, տնտեսական, հասարակական կյանքը խթանողներն ու զարգացնողները։ Խարբերդում եղել է տարբեր ժամանակներում կառուցված հայկական 6 եկեղեցի, որոնցից 5-ը առաքելական՝ Սուրբ Կարապետ, Սուրբ Հակոբ, Սուրբ Նշան, Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Սարգիս, մեկը բողոքական՝ Սուրբ Աստվածածին։ Թուրքերն էլ պարզ է ունեցել են իրենց մզկիթները։ Հիմա էլ հարբուտ Խարբերդում մզկիթներ կան, այն էլ շատ, եկեղեցիները ավիրվել ու ավիրվում են։ Մենք զբոսաշրջիկ հայերս ձեռքի տակ ունենալով միայն հին լուսանկարներ, ընդամենը փորձում ենք գուշակել։ Սա երևի Սուրբ Հակոբն է, սա Սուրբ Կարապետը, սա Խարբերդ քաղաքի մի շատ լավ լուսանկար կա,
արված հավանաբար 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին։ Հիմա ես այն ձեզ խոշոր պլանով կցուցադրեմ, ապա կհամեմատենք ներկա իրավիճակի հետ։ Պարզ երևում է Բերդը, նրա աշտարակները ու նրա մերձակա հայկական թաղամասը, այն ժամանակների համար բավականին շքեղ տներով։ Հիմա էլ Բերդը կա, ավելին, ինչպես նշեցինք, թուրքերը այժմ այն վերանորոգում, վերականգնում, վերակառուցում են։ Չկան հայերը, չկա նաև հայկական թաղամասը։ Հայկական թաղամասի փոխարեն այստեղ միայն ծառեր, փշեր, քարեր են։ Թուրքերը հայկական թաղամասերը չեն բնակեցրել, հավանաբար գոհացել են միայն թալանով, ինչ իմանաց, գուցե մտածել են մի օր կվերադառնան տերերն ու հաշիվ կպահանջեն։ Ու այսպես անտերել մնացել է Խարբերդը, քանդվել ու դարձել հարփուտ։ Հրաշքով փրկված նախկին տերերը էլ ետ չեկան, ոչ էլ նրանց ժառանգները։ Նախկին տերերի թոռներն ու ծոռները լավագույն դեպքում որպես զբոսաշրջիկ են գալիս կամ էլ եկողներին խնդրում մի բուռ հող բերել։ Մենք էլ պատրաստական, բայց ակամայից դողացող ձեռքերով կատարում ենք խնդրանքը, ինչպես Վանում, Կարսում, Մուշում, Կիլիկիայում։ Հատված ամերիկյան հյուպատոս Լեսլի Դևիսի դեսպան Մորգենթաուին Խարբերդից 1915-ի հուլիսի 24-ին ուղարկած զեկուցագրից։ Այլևս գաղտնիք չէ, հատուկ ծրագրով նախատեսված է բնաջինջ անել հայերին որպես ցեղ։ Ես չեմ կարծում, որ համաշխարհային պատմության մեջ երբևէ իրագործվել է ավելի համընդհանուր ու արմատական նախճիր, քան այն, ինչ այժմ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, եւ ոչ էլ հավատում եմ, որ մարդկային ուղեղնի զորու է հղանալ ավելի ահավոր ու սատանայական ծրագիր։ Այս սատանայական ծրագիրն իրագործողները հիմա մոտ 1 դար անց չեն էլ հիշում Խարբերդի հայերին։ Իրենց դրոշն են վեհորեն տնկել ու գործ են անում։ Նորոգում են Բերդը, ինչ որ պատմություն գրում ցուցանակներին, հմտորեն շրջանցելով հայ, Հայաստան, հայոց թագավորություն ու պետություն արտահայտությունները։ Խարբերդցի էր նաև Վահան Թոթովենցը, ծնվել էր Մեզիրնեում։ 10 տողում նա տվել է ոչ միայն Խարբերդի հայության, այլև ամբողջ արևմտյան Հայաստանի պատմությունը։ Լինում է չի լինում մի փոքրաթիվ եւ հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանածովից մինչև Միջերկրականը, Բաղդադից մինչև Բյուզանդիոնը։ Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստավոր, մտավորական, վաճառական, կալվածատեր, բանկիր, պետական բարձր պաշտոնատար, փողոցների կեղտը հավաքող, ծառա, ճորտ եւ այլն։ Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները, նրա սահմաններից դուրս։ Սիրաբորբոք սիրում էին նրանց եւ արևմտյան պետությունների մինիստրները, որովհետեւ այդ ժողովուրդն ուներ սև ու սիրուն աչքեր եւ տարածում էր կուլտուրա ողջ խավար արևելքում։ Լինում է չի լինում, մեծ պատերազմ է լինում։ Ողջ աշխարհը բռնում է վառոդի ծուխը եւ արյան գետեր են հոսում։ Սկսվում է անհավասար կռիվը, զարկում են, զարկվում եւ հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր, իբրև կոշմարային հիշատակ։ Ապա գերագույն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները եւ հարուստ ցեղակիցները ոսկորների եւ մոխիրների վրա։ Խարբերդում էլի ենք շրջում, դարձյալ երբ փեղկվում են զգացողություններս։ Մի կողմում զորեղ նախնիկ ունենալու հպարտությունն է, մյուսում ցավն ու նվաստացումը։ Միակ հուսադրող փաստն այն է, որ 1915-ի ցեղասպանությունից ու տեղահանությունից հետո քաղաքում այնուամենայնիվ մնացել է 2000 հայ։ Նաև հայտնի է, որ 20-րդ դարի 60-ականներին Խարբերդում շուրջ 1000 հայ բնակվել է, եւ ուզում ենք հավատալ, որ նրանք մնացին, աճեցին ու բազմացան, թեկուզ մահմեդականություն ընդունելու եւ ծպտված ապրելու գնով։ Եթե այդպես է, ուրեմն բացառված չէ, որ հայրենի հողին կարճացները մի օր վերազարթնելու եւ ինքնաբացահայտվելու են։ Հիմա մի փոքր շեղվենք ասելիքից։
Արևմտյան Հայաստանով ու Կիլիկիայով շրջագայում էինք հարմարավետ ճամփորդական միկրոավտոբուսով։ Ընդհանուր առմամբ մոտ 6000 կիլոմետր տարածություն կտրեցինք։ Բնականաբար երբեմն մեքենան էլ իր փոքրիկ պահանջներն էր դնում, ինչն էլ բացահայտեց մի նոր, այսպես ասենք, երևույթ, որը հավանաբար ձեզ էլ կհետաքրքրի։ Թուրքական բոլոր բնակավայրերը ունեն հատուկ մասնագիտացված թաղամաս, որին սանայի են կոչում։ Եվ միմիայն այս սանայիներում են տեղակայված ավտոպահեստամասերի խանութները, վերանորոգման, յուղման ու տարատեսակ տեխնիկական սպասարկումների կետերը եւ ոչ ասենք մանկապարտեզի կամ մթերային խանութի կողքին։ Այստեղ հավանաբար ընդունված օրենքների հետ ավելի լավ են հաշվի նստում։ Արդեն ամբողջովին սարքին մեքենայով էլ շարունակում ենք ճամփորդությունը եւ առջևում հետաքրքիր գետանցում է սպասվում ոչ միայն մեզ, այլև հենց մեքենայի համար։ Նավարկելու ենք Եփրատով, արդեն որերորդ անգամ զմայլվելու նրա հանդարտ ընթացքով, վայելելու մաքուր կապույտն ու շրջակա չքնաղ տեսարանները։ Հեռվում մոտավորապես գետի կենտրոնում երևացող կղզին պարզ է, հետաքրքրում է։ Գիտենք, որ մտնում ենք Դերսիմի նահանգ ու մեր հաջորդ կանգառն էլ հենց Դերսիմ քաղաքում է լինելու։ Դերսիմի նահանգը պատմական բարձր հայքի արևմտյան կողմում է, հիմա կոչվում է Թունջելի։ Նահանգը բաժանված է 8 շրջանի, որոնցից հարավայինը կոչվում է Պերտեկ, ինչը հայերեն Բերթակի աղավաղված ձևն է ընդամենը, իսկ Բերթակի հիմքում իհարկե Բերթ բառն է։ Կտրելու անցնելու ենք հսկա գետը, անթերի մայրուղիներ, տարատեսակ անցումներ, ճանապարհային հանգույցներ կառուցող թուրքերը մի օր հավանաբար այստեղ էլ հսկա կամուրջ կկառուցեն, իսկ մինչ այդ առաջարկում են թեև ժամանակատար, բայց հետաքրքիր գետանցում լաստանավով։ Ու մինչ մեքենաները տեղավորվում են, ուղևորներով բարձրանում ենք վերին տախտակամած։ Առաջինը, որ ուշադրություն են գրավում, անսովոր շատ ու մի տեսակ մարդամոտ ճայերն են։ Ու երբ մարդիկ սկսում են պայուսակներից ու տոպրակներից հաց, թխվածքաբլիթ կամ այլ սննդամթեր քանել, հասկանում եմ թևավորների շատությունն ու ակնհայտ ուրախությունը։ Ժամանակը կարճելու, մի փոքր զվարճանալու, նաև այս աղմկոտ արարածներին կերակրելու իրոք գտնված տարբերակ է։ Ճանապարհի կեսից ավելին անցել ենք, կղզու վրայի Բերդն ավելի լավ է երևում։ Նորից եմ հիշում Պերտեկ-Բերդակ կապը։ Զարմանալի է, բայց Թունջելիում հայկական տեղանունները որոշ չափով պահպանվել են։ Այսպես, Բերդակից արևմուտք է Չեմիշկեչեկը, որ նույն չմշկածակն է, արևելքում Մասկիրտը, Մեծկերտ եւ այլն։ Ամբողջ նահանգում բնակվում է ընդամենը 95000 մարդ, հիմնականում քրդեր, զազաներ, ղզլբաշներ։ Ասում են այստեղ բավականին շատ են ծպտյալ հայերը։ Ակամայից լաստանավի ուղևորներին եմ զննում։ Տեսնես, ձեզանից ո՞ր մեկն է իմ հայրենակիցը, երբ ենք միասին խոսելու հայերեն։ Ու կրկին մեքենայով ենք շարժվում, գնում ենք դեպի նախկին Դերսիմ քաղաք, որ Թունջելի է կոչվում ու նույնանուն նահանգի կենտրոնն է։ Սրան հյուսիսից Երզնկան է սահմանակից, հարավից Խարբերդը, արևելքից Բինգյոլ Մուշը եւ արևմուտքից Սեբաստիան։ Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն Դերսիմի հյուսիսում պատմական եկեղյաց գավառում են գտնվել հայոց աստվածների Արամազդի, Անահիտի, Միհրի մեհյանները, որոնք շատ վաղուց մինչև թուրքերի այս կողմերում հայտնվելն են կործանվել։ Նրանք էլ իրենց հերթին բազմաթիվ եկեղեցիներ են ավիրել, չնայած ըստ թուրքական աղբյուրների այս շրջանում առ այսօր պահպանվում է 107 եկեղեցի եւ 50 վանք։ Դերսիմցիները այս տարածքների երբեմնի տերերի թողած ժառանգության նկատմամբ ավելի բարյացկամ են ու դա իր բացատրությունն ունի։ Հայոց ցեղասպանության տարիներին շատ հայեր ապաստան են գտել հենց դերսիմցիների մոտ։ Պատմաբան թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը իր աշխատություններից մեկում նշում է, որ
դերսիմցիները առօրս պահպանում են մեր տան հայը արտահայտությունը, ինչը հայերին փրկելու վառ ապացույց է։ Տարբեր հաշվարկներով այս կերպ փրկված հայերի թիվը կազմել է 30-ից 40 հազար, որոնք հետագայում դավանափոխվել են։ Մինչդեռ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հաշվումներով Դերսիմի շրջանում առաքելական եկեղեցու ծուխը ունեցել է ընդամենը 16657 անձ։ Կրոնափոխությունը նոր երևույթ չէր։ Նույնիսկ օտարազգի ուսումնասիրողներն են գրում, որ դեռևս 17-րդ դարից սկսած Բինգյոլի, Սեբաստիայի, Երզնկայի ու Խարբերդի շրջաններում ապրող հայերը, չդիմանալով օսմանյան թուրքերի ճնշումներին, հաստատվել են Դերսիմում եւ կրոնափոխվելով ընդունել մահմեդականություն, հիմնականում ղզլբաշություն։ Հայ ղզլբաշ խառն գյուղերի թիվը մոտավորապես 100-ի է հասել։ Ըստ հաշվարկների, Դերսիմի դաշտային եւ լեռնային հատվածների հայ բնակչության թիվը կազմել է 50-ից 75 հազար, ովքեր եթե չեն էլ խոստովանել իրենց ինքնությունը, ապա հոգու ու մտքի խորքում պահել են այն։ Սրանով էլ փաստը, որ հայոց ցեղասպանության օրերին դերսիմցիները կոտորածներին չեն մասնակցել, գտնում է իր կոնկրետ բացատրությունը։ Դերսիմի մասին խոսելիս նաև հիշենք, որ ըստ ավանդապատումների Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց հետո հազարավոր հայեր, ովքեր պահել են իրենց հին կրոնը, հետապնդումներից խուսափելու համար քաշվել են հենց Դերսիմի լեռները։ Գիտենք նաև, որ այստեղ էին կենտրոնանում նաև թոնդրակյան ու պավլիկյան շարժումների հետևորդները։ Դերսիմը դարեր շարունակ դարձել է մի տեսակ ըմբոստների հավաքատեղի, եւ այդ ավանդույթը այսօր էլ շարունակվում է։ Սակայն վերադառնանք 1915։ Հայերին ջարդերից փրկած դերսիմցիները դավանանքով հիմնականում ալևիներ են, ազգային պատկանելությամբ էլ զազա։ Իրենց ոչ թե քուրդ, այլ առանձին ժողովուրդ են համարում։ Առաջին աշխարհամարտի ավարտից ու Օսմանյան կայսրության կործանումից հետո, երբ Քեմալական Թուրքիան բռնեց համընդհանուր թուրքականացման ճանապարհը, դերսիմցիները կանգնեցին փաստացի վտանգի առաջ։ 1924 թվականին ընդունված նոր սահմանադրությամբ Թուրքիայում թուրքերից բացի այլ ազգերի գոյությունը բացառվում էր։ Երևի պատահական չէր, որ դերսիմցիները ապստամբեցին թուրքական իշխանությունների դեմ հենց հանրապետության հռչակումից մի քանի ամիս անց։ 1924 թվականի ապստամբությունը առաջնորդի անունով էլ կոչվում է Շեյխ Սայիդի ապստամբություն։ Քրդական զորամիավորումների հաջողությունները տևում են մինչև 1925-ի մարտ, երբ մի շարք բնակավայրեր անցնում են նրանց տնօրինության տակ։ Հաջորդ թիրախը Դիարբեկիրն էր, որը շատերի կարծիքով պիտի դառնար ապագա Քուրդիստանի մայրաքաղաքը։ Ըստ պատմագիրների հենց այստեղ է, որ սխալվում է Շեյխ Սայիդը։ Նա ապստամբության անհրաժեշտությունը հիմնավորում է ոչ թե անկախ Քուրդիստան ստեղծելու, այլ Անկարայի անհավատներից կրոնը պաշտպանելու անհրաժեշտությամբ, ինչը վանում է շատերին, հատկապես զազաներին, ղզլբաշներին, ալևիներին, ում համար կռիվը հանուն հավատքի փաստորեն առաջնային չէր։ Շեյխ Սայիդի Դիարբեկիրի պաշարումը ապարդյուն է անցնում։ Իշխանությունները ստանալով նաև Ֆրանսիայի ու Անգլիայի հավանությունն ու աջակցությունը կենտրոնացնում են ուժերը, ապստամբների դեմ հանում ավելի քան 120 հազարանոց զինուշ և երկարատև մարտերից հետո ճնշում ապստամբությունը։ 1925 թվականի հունիսի 29-ին դատարանը 47 ղեկավարների, որոնց թվում և Շեյխ Սայիդին, դատապարտում է մահվան կախաղանի միջոցով։ Դրան հաջորդում են բազմաթիվ այլ դատավարություններ, որոնց ելքը հիմնականում նույնն էր՝ մահապատիժ։ Հիմա դառնանք հայերին, հատկապես իսլամ ընդունած հայերին, ովքեր ակտիվորեն մասնակցել էին այս ապստամբությանը։ Դիարբեկիրի և Անկարայի անկախության դատարանները առանց հաշվի առնելու մեղքը կամ մասնակցության չափը մահվան դատապարտեցին մեղադրյալի աթոռին հայտնված գրեթե բոլոր հայերին։ 1915-ից հետո սա իհարկե լուրջ հարված էր, իսկ ավելի ուժգինը սպասվում էր մոտ մեկ տասնամյակ անց։ 1936-ի նոյեմբերի 1-ին Քեմալը ճառերից մեկում կրկին անդրադառնում է Դերսիմի հարցին
այն համարելով ներքին գործերի գլխավոր խնդիրը եւ նշում, որ կառավարությանը հարցը փակելու համար տրված են լայն հնարավորություններ։ Թե ինչ էր սա նշանակում, պարզ է։ Գրեթե ինքնավար կյանքով ապրող քրդերի առաջնորդը Սեյիդ Ռիզան էր, ում որդուն էլ բանակցությունների ընթացքում դավադրաբար սպանելով իշխանությունները հրահրում են նոր ապստամբություն, որն իր ծավալներով գերազանցում է նախկինում եղածներին։ Զինված բախումները տևում են շուրջ 2 տարի եւ խլում տասնյակ հազարավոր կյանքեր։ Իշխանությունները ապստամբների դեմ են հանում մեծաքանակ ռազմատեխնիկա, տանկեր, մարտական ինքնաթիռներ, փորձում հնարավորինս արագ ու հնարավորինս դաժան կերպով ճնշել այսպես կոչված խռովարարներին։ Սաբիհա Գյոքչենը լեգենդար, մի տեսակ առասպելական անուն է շատ թուրքերի համար։ Նա առաջին թուրք կին օդաչուն է ու ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Իսկական անունը Խաթուն Սեբիլջյան էր, ում ժամանակին որդեգրել էր Քեմալ Աթաթուրքը, դասերակել ու մեծացրել իբրև թուրք։ 1938 թվականի Դերսիմի ապստամբության ժամանակ Սաբիհան օդանավով բազմիցս ռմբակոծել է քուրդ զինյալներին ու նպաստել ապստամբության ճնշմանը։ Գիտեր արդյոք ով է նա ազգությամբ եւ տեղյակ էր, որ քրդերի շարքում կռվում են նաեւ բազմաթիվ իր հայրենակիցներ, դժվար է ասել։ Հավանաբար ոչ։ Դերսիմի 1938 թվականի ապստամբությունը դաժանորեն ճնշվում է։ Զոհվում են բազմաթիվ քրդեր, զազաներ, ալևիներ, ղզլբաշներ, նաև շատ հայեր։ Առհասարակ հայերի մասնակցությունը այս ապստամբությանը կարևորվում է։ Գրականության մեջ նշվում է օրինակ դաշնակցական գործիչ Սուրհանդակ Մովսես Փոթողլյանի անունը։ Նշվում է, որ քրդերը այս կռիվներում տվել են ավելի քան 70,000 զոհ, ևս 200,000-ը տեղահանվել են։ Իսկ որ ապստամբության ընթացքում գործուն դեր է ունեցել Դերսիմի հայությունը, վկայում է նաև հոլանդացի արևելագետ Մարտին վան Բրույնեսենը։ Դերսիմահայերը, գրում է նա, որոնք վերապրել էին հայոց ջարդերը եւ ապրում էին Սիրիայում, քուրդ ազգայնականների հետ վերադարձան տարածաշրջան եւ տեղի ցեղախմբերին հաջողությամբ հրահրեցին ապստամբության։ Ինչ վերաբերվում է Սեյիդ Ռիզային, նշենք, որ նա դավաճանության զոհ է դառնում ու ձերբակալվելով երզնկայում որդու հետ միասին կախաղան բարձրացվում։ Դերսիմի ապստամբությունը ճնշվեց եզակի դաժանությամբ, ինչը թերևս համեմատելի է միայն հայոց ցեղասպանության հետ, ու բնական է, որ շրջանառվում է նաև Դերսիմի ցեղասպանություն բառակապակցությունը։ Թուրքերը, վախենալով նոր ապստամբությունից, տասնամյակներ շարունակ վարել, հիմա էլ վարում են նահանգը տնտեսապես հետամնաց պահելու, արտագաղթը խթանելու քաղաքականություն։ Դերսիմում տարիներ շարունակ գործել է խստացված անցագրային ռեժիմ։ Այսօր այն ամենասակավ բնակեցված շրջաններից է։ Ասում են, թուրքերն այժմ նոր մարտավարություն են ընտրել։ Դերսիմում բազմաթիվ արհեստական ջրամբարներ են կառուցում, իրարից կտրելով կամ ջրի տակ թողնելով տասնյակ բնակավայրեր եւ քրդերին, զազաներին, ղզլբաշներին, հայերին գրեթե բռնի տեղահանում այլ նահանգներ։ Որ Դերսիմում ալևի հայեր իրոք կան եւ շատ են, վերջին տարիներին հաճախ է խոսվում։ Նրանք մեկը մյուսի հետևից ինքնաբացահայտվում են եւ ապացուցում, որ ունեն ազգային հզոր ինքնագիտակցություն, արմատներին վերադառնալու ուժ, ցանկություն ու պատրաստակամություն։ Նրանք նաև կոտրում են մի կարծրատիպ, որը տասնամյակներ շարունակ պնդում էր, որ իրենց հավատքը կորցրած, դավանափոխված հայը այլևս անդառնալի կերպով կործանված ու վաղուց ուծացված է։ Քանիսն են նրանք Դերսիմում, Թուրքիայի այլ նահանգներում ու առհասարակ ողջ հայկական լեռնաշխարհում դժվար է ասել 10, 100, 1000, թե իսկապես մի քանի միլիոն։ Թող տարօրինակ չթվա, բայց Արևմտյան Հայաստանով ու Կիլիկիայով ճամփորդելուց հետո ավելի եմ համոզվում սրանում։ Մեր երկիրը, որ շատ-շատերի կողմից դրախտային ու եդեմական բնորոշումներն է ստացել, իր լեռերով, սարերով, դաշտերով, անտառներով, գետերով, լճերով ու երկնքով իր իսկական տերերին,
իր իրական զավակներին պիտի որ բաց չթողներ, պիտի իրենից կարճած պահեր, թեկուզ լուռ, թաքուն ու ծածուկ ապրելու գնով։ Եվ եթե մենք նման զգացողություն ունենք ընդամենը շրջագայելու ընթացքում, ընդամենը տանը 10 օր լինելով, ապա ինչպիսին է այն այստեղ բնակվող, արարող ու զավակ մեծացնող հայի համար։ Պարզ է, սա կոչվում է հավիտենական հայրենիք։